Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, օրվա նորությունների մանրամասներին անցնելուց առաջ սեղ մեկ բաժանորդագրության կոճակը, եթե առաջին անգամ եք միանում մեր ալիքին։ Այժմ օրվա հետաքրքիր դրվագների մասին ավելի մանրամասն։ ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի սահմանած միգրանցիոն վիզաների արգելքը։ Այն տարածվում էր 75 երկրների, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների վրա։ Դատարանի այս որոշումը նշանակում է, որ անօրինական է ճանաչվել Թրամփի վարչակազմի սահմանած այն քաղաքականությունը, որով 75 երկրների քաղաքացիների համար կասեցվել էր ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը։ Կարճ ասած, ԱՄՆ իշխանությունները որոշ ժամանակ դադարեցրել էին այդ երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների դիմումների մշակումը։ Դրանք այն վիզաներն են, որոնք նախատեսված են մշտական բնակության նպատակով Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար։ Դատավոր Ժանետ Վարգասը որոշել է, որ պետդեպարտամենտի նման լայնածավալ կասեցումը չի ունեցել բավարար իրավական հիմք եւ գերազանցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լիազորությունները։ Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիներին ավտոմատ կերպով ներգաղթային վիզաներ կտրվեն։ Դիմումները պետք է անցնեն ԱՄՆ ներգաղթային օրենքով նախատեսված սովորական ընթացակարգերը, ստուգումները եւ պահանջները։ Պարզապես արդեն դրանք ի սկզբանե չեն մերժվի։ Հյուրընկալությունը հայրիս մշակույթի անբաժանելի մասն է եւ իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի եւ մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է եւ այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի ինստագրամյան էջում պատկերված սպասքով եւ փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները։ Իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Glendale News-ից, պատվերի հետ կստանաք լիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկը ուժի մեջ է միայն ամռան ամիսներին։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ ինստագրամյան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Նևադայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել, հոգ հրդեհը ժամերի ընթացքում աճել է ու ծածկել 20 քառակուսի մղոն տարածք։ Կրակը սպառնում է հազարավոր տների ու շինությունների։ Հրդեհը սկսվել էր մոտ 280,000 բնակիչ ունեցող Ռինոյի մոտակա բլուրներից։ Այն արագ տարածվել է ուժեղ քամիների պատճառով։ Քամին կրակը արագ մղում է դեպի բնակելի թաղամասեր։ Արդեն տասնյակ տներ են այրվել։ Կրակը հասել է Նևադայի համալսարանի շրջակայքին։ Մի քանի հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Փակվել է ԱՄՆ 395 ավտոճանապարհի մի հատվածը։ Ռիոյի հիվանդանոցները տարհանել են հիվանդներին վտանգից խուսափելու համար։ Մոտ 90,000 մարդու տարհանման հրաման է տրվել, եւս 45,000 մարդ գտնվում է զգուշացման գոտում։ Ուոշո շրջանի իշխանությունները բացել են կացարաններ։ Հրդեհի դեմ պայքարին արդեն մասնակցում է նաեւ Նևադայի ազգային գվարդիան։ Աշխատում են ուղղաթիռներ եւ մոտ 400 մասնագետներ։ Հրշեջները եւ փրկարարները պայքարում են մի կողմից աշխատելով կանգնեցնել կրակի առաջխաղացումը, մյուս կողմից փորձելով վտանգավոր գոտիներից ժամանակին դուրս բերել բնակիչներին։ Հազարավոր բնակիչների հրահանգվել է պատրաստ լինել արագ տարհանման։ Նրանք պետք է ձեռքի տակ ունենան անհրաժեշտ իրերով պայուսակ վտանգի մասին տեղեկանալու դեպքում արագ տարհանվելու համար։ Մաքսատուրքերի շուրջ ԱՄՆ-Կանադա բանակցությունները ձախողվեցին։ Հիշեցնեմ, որ Թրամփը 50%-ով ավելացրել էր Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը։ Կանադան պատրաստվում է կոշտ պատասխան տալ։ Վարչապետ Քարնիի խոսքով Կանադան կպաշտպանի իր աշխատողներին ու բիզնեսները եւ վճարած գումարը ետ կբերի պատասխան մաքսատուրքերով։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Կանադան է հրաժարվել գործարքից։ Կանադական կողմն էլ պնդում է, որ ամերիկյան կողմի վերջին պահի փոփոխությունները եղել են անարդար։ Տնտեսագետները զգուշացնում են բանակցությունների տապալման հնարավոր բացասական հետևանքների մասին։ ԱՄՆ-ի առևտրի պալատի գնահատմամբ աշխատատեղերի կորստի ռիսկերը մնում են բարձր։ Սեպտեմբերի 8-ից կգործեն Կանադայի պատասխան նոր տուրքերը։ Սա երկու երկրների միջև ամենալուրջ լարվածությունն է։ Կանադան շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ԱՄՆ-ն խոստացել է հակաքայլեր ձեռնարկել։ Իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի։ Լոս Անջելեսի Քանոգա Փարք թաղամասի բնակելի համալիրի մոտ անհայտ անձը կրակել է կայանված մեքենայի ուղղությամբ։ Մեքենայում եղել է 5 մարդ։ Հարձակման հետևանքով 2 կին է վիրավորվել։ Հեղի կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է։ Կրակոցներից հետո մեքենան գլորվել եւ բախվել է սառնարանին։ Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակումը նպատակային է եղել, թե ոչ։ Քննվում է նաեւ դեպքին հանցախմբերի հնարավոր մասնակցության վարկածը։ Մոտակայքում մեկ շաբաթ առաջ եւս մեկ մահացու դեպք է եղել։ Բնակիչները պահանջում են տարածքում ավելի շատ ոստիկանական պարեկներ ունենալ։ Տուժածների անունները պաշտոնապես դեռ հրապարակված չեն։ Ոստիկանությունը դեռևս որևէ ձերբակալություն չի կատարել։ Լոս Անջելեսի Փալիսեիդս այգում դանակով զինված տղամարդը հարձակվել է իրավապահների վրա։ Սանտա Մոնիկայի ոստիկանները ստիպված կրակ են բացել։ Ոստիկանները հետաքննում էին ընտանեկան բռնության դեպք։ Հանկարծ մի տղամարդ դանակով վազել է դեպի սպաները։ Ոստիկանների խոսքով նա չի կատարել դանակը գետնին դնելու հրահանգը եւ շարունակել է մոտենալ ոստիկաններին։ Սպան կրակել է մեկ անգամ։ Կասկածյալը ստացել է մահացու վնասվածք։ Տղամարդը եղել է 40 տարեկան, նա կապ չի ունեցել սկզբնական հետաքննության հետ։ Դեպքի վայրում գտել են դանակ, հիվանդանոցում բժիշկները արձանագրել են նրա մահը։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։ Ոստիկանությունը մի քանի ժամով շրջափակել է այգին, քաղաքացիներին խնդրել են խուսափել այդ տարածքից, ավելի ուշ այգու բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Քաբազոնում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել, քաղաքը գտնվում է Կալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանում։ Ոստիկանները արագ բացահայտել են սպանությունը։ Կասկածյալը արդեն գտնվում է անվտանգության աշխատակիցների ձեռքում։ Իրավապահները մնացորդները գտել էին շաբաթ օրը։ Զոհի անունը դեռ հրապարակված չէ։ Ընտանիքին դեռ տեղեկություն չեն տվել։ Ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Քաբազոնի բնակիչներից մեկին, նրան հայտնաբերել եւ ձերբակալել են դեպքի վայրի մոտակայքում։ Հետաքննությունը շարունակվում է, քաղաքում այժմ ոստիկանական ուժեղացված հսկողություն է գործում։ Կալիֆոռնիայի ճանապարհին ոստիկանական շունը հայտնաբերել է 45 ֆունտ մեթամֆետամին եւ 5 ֆունտ ֆենտանիլ։ Ճանապարհին բարեկային ծառայությունը կանգնեցրել է մեքենան։ Ապիս անունով ծառայողական շունը շրջել է մեքենայի շուրջ, նա հոտառությամբ զգացել է թմրանյութերի առկայությունը։ Սպաները խուզարկել են տրանսպորտային միջոցը։ Նրանք մեքենայում գտել են տասնյակ պարկեր թմրամիջոցներով։ Դրանք առգրավվել են որպես ապացույց։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել վարորդի տվյալները։ Հետաքննությունը շարունակվում է, հայտնի չէ արդյոք կատարվել է ձերբակալություն, թե ոչ։ Իրավապահները զգուշացնում են, որ մայրուղիների վրա խիստ հսկողությունը կշարունակվի։ Նյու Յորքի ոստիկանությունը նոր տեսանյութ է ուսումնասիրում։ Մանհեթնում 3 հոգի են դուրս եկել կոյուղու դիտահորից։ Նրանք կրել են հատուկ հագուստ եւ լապտերներ։ Իշխանությունները հայտնել են, որ ձերբակալվածներ չկան։ Քաղաքի բնապահպանության վարչությունը զննել է կոյուղին, ենթակառուցվածքները վնասված չեն։ Մասնագետները հայտարարություն են տարածել, հիշեցնելով, որ կոյուղիների տարածք մտնելը կարող է մահացու վտանգ պարունակել։ Խոսքը նաև թունավոր գազերի առկայության մասին է։ Նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև այս տարվա մայիսին։ Բրունքլինում եւ Աստորիայում տղամարդիկ են դուրս եկել դիտահորերից։ Նրանք ունեցել են նույն տեսքը, ինչ որ ունեն վերջին տեսանյութի հերոսները։ Իրավապահների հիմնական վարկածը մնում է նույնը։ Ենթադրվում է, որ մարդիկ արժեքավոր իրեր են փնտրում։ Նոր տեսանյութի եւ նախկին դեպքերի միջև կապը դեռ հաստատված չէ։ Ոստիկանությունը շարունակում է հետևել իրավիճակին։ Կալիֆոռնիայում սպասվում է շոգի նոր ալիք, օդի ջերմաստիճանը կհասնի վտանգավոր մակարդակի։ Օրինջ շրջանում եւ ներքին հատվածներում գործում է տաք եղանակի նախազգուշացում։ Լոս Անջելեսի կենտրոնում սպասվում է 33-ից 35 աստիճան տաքություն, ներքին համայնքներում տաքությունը կհասնի 38 եւ ավելի աստիճանի։ Անահայմում կլինի 35, Իրվայնում 33 աստիճան։ Ափամերձ շրջանները կունենան համեմատաբար մեղմ եղանակ, այստեղ ջերմաստիճանը կլինի 27-ից 29 աստիճանի սահմաններում։ Օքսնարդում եւ Վենտուրայում սպասվում է 27 աստիճան տաքություն։ Անապատային գոտիներում իրավիճակը կլինի շատ վտանգավոր, բարձր ճնշման գոտին տարածաշրջանի վրա կմնա մինչև շաբաթվա վերջ։ Երկարատև շոկը վտանգում է մարդկանց առողջությունը, հիշեցնում են մասնագետները։ Անհրաժեշտ է խմել շատ հեղուկներ, խորհուրդ է տրվում մնալ օդորակիչով սենյակներում։ Ցերեկվա ժամերին պետք է խուսափել արևից, տաք եղանակը պահպանվի շաբաթվա ողջ ընթացքում։ Լոնգ Բիչում էլեկտրականության լայնածավալ անջատում է գրանցվել, ավելի քան 20,000 բնակիչ զրկվել է լույսից։ Անջատումը սկսվել է կիրակի օրը երեկոյան եւ շարունակվել է մի քանի ժամ։ Անջատման պատճառը սարքավորումների հետ կապված խնդիրներն են։
Ընկերության մասնագետները գնացել են վթարի վայր էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Այս պահին հայտնի չէ, թե խնդիրը երբ ամբողջությամբ կկարգավորվի։ Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։ Քաղաքի մեծ մասը ժամեր շարունակ մնացել է առանց հոսանքի։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ցանկանում եք գիշերային զբոսանք հսկա սեկվոյա ծառերի տակ, նման հնարավորություն կա։ Այն գտնվում է Ֆելթոնում, Սանտա Կրուզի մոտ։ Այստեղ կազմակերպվում են գիշերային զբոսանքներ սեկվոյա անտառներում։ Առաջարկը հասանելի է մինչև 2026 թվականի հոկտեմբերի վերջ։ Անհրաժեշտ է տոմսերը նախապես ամրագրել ընկերության կայքում։ Ծրագիրը սկսվում է արևի մայր մտնելուց հետո։ Աշնանային ծրագրում կան նաև ժամանցային այլ միջոցառումներ։ Հոկտեմբերին տեղի կունենա Թոմասի եւ Փերսի Հելոուինյան երեկույթը։ Գործելու են նաև երեկոյան ընթրիքներ գնացքների մեջ։ Ամեն ինչ նախատեսված է գնացքների եւ անտառների սիրահարների համար։ Կալիֆոռնիայում սկսվում է գերմանական ավանդական փառատոնը Օկտոբերֆեսթը։ Տոնակատարությունը կտևի 10 շաբաթ։ Այն սկսվում է սեպտեմբերի 12-ից։ Միջոցառումը կանցկացվի Big Bear Lake-ի համաժողովների կենտրոնում։ Այստեղ կհնչեն ավանդական գերմանական երգեր, հյուրերը կվայելեն գարեջրի հայտնի տեսակներ։ Մատուցվելու են նաև գերմանական նրբերշիկներ։ Ծրագրում կան զվարճալի խաղեր եւ մրցույթներ։ Մասնակիցները կպարեն ավանդական հավի պարը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջ ունի իր առանձնահատուկ ծրագիրը։ Ուրբաթ օրերը նվիրված են գարեջրի համտեսին, շաբաթ օրերը լինելու են ավելի ակտիվ եւ աշխույժ։ Կիրակի օրերը նախատեսված են ընտանեկան զվարճանքի համար։ Կարևոր է նախապես ընտրել գիշերակացի վայրերը։ Տոմսերի եւ միջոցառումների մասին մանրամասները հասանելի են պաշտոնական կայքում։ Stellantis ընկերությունը հետ է կանչում մոտ 950,000 մեքենա։ Պատճառը ռադիոծրագրային ապահովման խնդիրն է։ Այն խանգարում է տեսախցիկի պատկերի հայտնվելուն էկրանին։ ԱՄՆ-ում հետ կանչը վերաբերում է 850,000 մեքենայի։ Խնդրահարույց են 2026 եւ 2027 թվականների արտադրության մոդելները։ Դրանց թվում են Chrysler, Dodge, Jeep եւ Ram ապրանքանիշերը։ Վարորդները կստանան ծրագրային թարմացում հեռահար եղանակով, այն հասանելի կլինի մեքենայի էկրանին։ Մինչ թարմացումը վարորդներին խորհուրդ է տրվում լինել զգույշ, պետք է օգտվել հայլիներից մեքենան հետ վարելիս։ Ընկերությունը ծանուցումներ կուղարկի սեպտեմբեր ամսին։ Հաճախորդները կստանան անհրաժեշտ հրահանգներ փոստով։ Թարմացումը կլուծի տեսախցիկների պատկերի անհետացման խնդիրը, խոստանում են ընկերության ներկայացուցիչները։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանն կպատմի, թե ովքեր են Թրամփի թիմի ամենահարուստ պաշտոնյաները։ Թրամփի վարչակազմը համաշխարհային ռեկորդ է սահմանել, դառնալով թերևս ամենահարուստ պաշտոնյաները ունեցող կառավարական մարմինը։ Բարև ձեզ։ Ասվածը բոլորովին էլ չափազանցություն չէ։ 2025-ին The Washington Post-ը հաշվել էր Թրամփի վարչակազմում 12 միլիարդատեր պաշտոնյա, նախագահի կարողությունը չհաշված, իսկ Forbes-ը նույն տարվա ապրիլին Թրամփից բացի 9 միլիարդատեր։ 2026-ին Public Citizen-ը հաշվարկել է նաև առնվազն $100 միլիոն կարողություն ունեցող 57 պաշտոնյա։ Սա 4 անգամ ավելի շատ է, քան Բուշի, Օբամայի եւ Բայդենի վարչակազմերում միասին վերցրած։ Համեմատությունն ավելի խոսուն է դառնում, եթե նայենք նախորդ նախագահներին։ Public Citizen-ի տվյալներով Ջորջ Բուշի եւ Ջո Բայդենի վարչակազմերից յուրաքանչյուրում եղել է առնվազն $100 միլիոն կարողություն ունեցող ընդամենը 5 պաշտոնյա, Բարակ Օբամայի դեպքում միայն 3-ը, Թրամփի ցուցանիշը 57։ Սա արդեն դժվար է անգամ համեմատություն համարելը, սա ուղղակի կապիտալի գերիշխանության ակնհայտ փաստ է։ Թրամփի թիմում գերհարուստների շարքում առաջին անունը իսկապես աչքի է ընկնում՝ Թիլման Ֆերտիտա։ Forbes-ի 2026 թվականի օգոստոսյան գնահատմամբ նրա կարողությունը մոտ 11.1 միլիարդ դոլար է։ Նա Իտալիայում եւ Սան Մարինոյում ԱՄՆ դեսպանն է։ Նրա հարստության հիմքում ռեստորանների, հյուրանոցների ու կազինոների Ֆերտիտա Entertainment ցանցն է։ Ֆերտիտան նաև ամերիկյան հայտնի բասկետբոլային թիմերից մեկի Houston Rockets-ի սեփականատերն է։ Ֆերտիտայի բիզնես աշխարհը փոքր չէ։ Նրա Landry's ընկերության կազմում կան հարյուրավոր ռեստորաններ, հյուրանոցներ եւ ժամանցային օբյեկտներ, իսկ Golden Nugget-ը կազինոների հայտնի ցանց է։ 2026-ին Forbes-ը հայտնել է նաեւ Caesars Entertainment-ը մոտ 5.7 միլիարդ դոլարով գնելու համաձայնության մասին։ Այսինքն, դիվանագիտական պաշտոնին զուգահեռ նրա բիզնես քարտեզը շարունակում է ընդարձակվել, հատկապես ժամանցի, հյուրընկալության եւ խաղային ոլորտներում այստեղ։
Հաջորդը Չարլզ Քուշներն է, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հայրը ու համատեղության կարգով Ֆրանսիայում եւ Մոնակոյում ԱՄՆ դեսպանը։ Forbes-ը Քուշներների ընտանիքի ընդհանուր կարողությունը գնահատում է 7.1 միլիարդ դոլար, իսկ Kushner Companies-ը մոտ 2.9 միլիարդ։ Սա ոչ թե միայն Չարլզի անձնական ունեցվածքի, այլև ընտանեկան կարողության գնահատականն է։ Kushner Companies-ը ստեղծել է Չարլզ Քուշները 1985 թվականին։ Ընկերությունը զբաղվում է հիմնականում բազմաբնակարան անշարժ գույքի սեփականությամբ, զարգացմամբ եւ կառավարմամբ։ Ընկերության պաշտոնական կայքի տվյալներով այն տարիների ընթացքում հյուսիսարևելյան նահանգներում ձեռք է բերել ու զարգացրել ավելի քան 21,000 բնակարան։ Քուշների դեպքում փաստացի միլիարդների հիմքը հիմնականում անշարժ գույքն է բազմաբնակարան բնակելի նախագծերի շուկայում։ Եթե միլիարդատեր փոխնախարար չեք տեսել, հաջորդ անունը բաց չթողնեք՝ Սթիվեն Ֆայնբերգ։ Forbes-ի 2026 թվականի գնահատմամբ նրա կարողությունը մոտ 5 միլիարդ դոլար է, իսկ Թրամփի վարչակազմում բավական համեստ պաշտոն ունի պաշտպանության փոխնախարար։ Ֆայնբերգը հարստացել է մասնավոր կապիտալի ոլորտում 1992 թվականին հիմնադրելով Cerberus Capital Management-ը։ Նրան երբեմն մեղադրում են պետական պաշտպանական քաղաքականության և խոշոր ներդրումների հատման կետում հայտնվելու համար, բայց դա չի խանգարում, որ միլիարդները ավելանան։ Cerberus-ը խոշոր մասնավոր ներդրումային ընկերություն է, իսկ Ֆայնբերգը դրա համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Forbes-ը նշում է, որ ընկերությունը ներդրումներ է ունեցել այդ թվում Albertsons-ի և անշարժ գույքի տարբեր ակտիվների մեջ։ Պաշտպանության ոլորտի պատասխանատու պաշտոնում հայտնված այսպիսի ներդրումային փորձը հենց այն պատճառներից է, որ նրա ֆինանսական կապերը մանրակրկիտ ուսումնասիրվում են շահերի հնարավոր բախումների տեսանկյունից։ Հովարդ Լատնիկը Թրամփի թիմի ամենահայտնի գործարար դեմքերից է։ Forbes-ի 2026 թվականի օգոստոսյան գնահատմամբ նրա եւ ընտանիքի կարողությունը մոտ 7.3 միլիարդ դոլար է։ Նա առևտրի նախարարն է։ Լատնիկը երկար տարիներ ղեկավարել է Cantor Fitzgerald ֆինանսական ընկերությունը, որը մասնագիտացած է ֆինանսական շուկաների, առևտրի և ներդրումային ծառայությունների ոլորտներում։ Նրա կարիերան դասական Wall Street-ի պատմություն է, մեծ ռիսկերով ու մեծ փողերով։ Լատնիկի պատմության առանցքում Cantor Fitzgerald-ն է, որտեղ նա ղեկավար պաշտոնում էր դեռևս 1990-ականներից։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ընկերությունը կորցրեց հարյուրավոր աշխատակիցների և Լատնիկը վերակառուցեց բիզնեսը։ Forbes-ի տվյալներով նա կապված է նաև Newmark անշարժ գույքի ծառայությունների ընկերության հետ։ Այսօր նրա պաշտոնը ուղղակիորեն առնչվում է ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությանը, շուկաների, արտահանման և միջազգային գործարքների հարցերով։ Լինդա Մաքմահոնը նույնպես միլիարդների պատմություն ունի։ Forbes-ը 2025 թվականին նրա կարողությունը գնահատում էր մոտ 3.3 միլիարդ դոլար, իսկ 2026-ի տվյալներում նրա կարողությունը շարունակում է մնալ միլիարդների մակարդակում։ Նա կրթության նախարարն է։ Մաքմահոնի հարստությունը ձևավորվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտի բիզնեսում, ամուսնու հետ կառուցելով WWE-ն և այն միջազգային ժամանցային հսկա դարձնելով։ WWE-ն ամերիկյան պրոֆեսիոնալ ըմբշամարտի խոշորագույն կազմակերպություններից մեկն է։ Հայտնի է ոչ միայն մենամարտերով, այլև մեծածավալ շոուներով, սցենարավորված պատմություններով և կերպարներով։ Մաքմահոնը WWE-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն էր 1990-ականների վերջից մինչև 2009 թվականը։ Forbes-ը նշում է, որ Մաքմահոնների ընտանիքը շարունակում է ունենալ TKO Group-ի բաժնետոմսեր WWE-ի մայր ընկերությունում։ Այսպիսով նրա ֆինանսական պատմությունը գալիս է համաշխարհային սպորտային ժամանցի խոշորագույն բրենդներից մեկի երկարատև կառավարումից ու շոու բիզնեսի երկար տարիների փորձից։
Եվս 1 միլիարդատեր դիվանագետ ամերիկյան Div Corpus-ում Warren Stevens-ը Forbes-ի 2026 թվականի օգոստոսյան գնահատմամբ նրա կարողությունը մոտ 3.4 միլիարդ դոլար է։ Նա Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանն է։ Նրա հարստության հիմնական աղբյուրը Stevens Inc. ներդրումային բանկն է, որը հիմնադրել է նրա հորեղբայրը Wade Stevens-ը։ Warren-ը տարիներ շարունակ ղեկավարել է ընտանեկան բիզնեսը։ Stevens Inc. ներդրումային բանկային և ֆինանսական ծառայությունների ընկերություն է, որի պատմությունը սկսվում է 1933 թվականից։ Ընկերությունը հայտնի է նաև նրանով, որ 1970 թվականին մասնակցել է Walmart-ի հրապարակային առաջարկի տեղաբաշխմանը։ Warren Stevens-ը 2025 թվականին գլխավոր գործադիրի պաշտոնը փոխանցել է ուրիշին և դարձել ընկերության կառավարման խորհրդի նախագահ։ Ինձ համար անսպասելի էր, բայց ամենախառը դիվանագիտական թեմաներում ներգրավված Սթիվ Ուիտկոֆը ևս Թրամփի միլիարդատերերի ցանկում է։ Forbes-ի 2026 թվականի օգոստոսյան գնահատմամբ նրա և ընտանիքի կարողությունը մոտ 2.3 միլիարդ դոլար է։ Նա Թրամփի հատուկ բանագնացն է խաղաղության առաքելությունների համար, ավելի լայն դերակատարությամբ, այդ թվում Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Նրա կարողության հիմնական աղբյուրը Witkoff Group անշարժ գույքի զարգացման ընկերությունն է։ Witkoff Group-ը հիմնադրվել է Նյու Յորքում 1997 թվականին հենց Սթիվ Ուիտկոֆի կողմից։ Այն զբաղվել է շքեղ բնակելի համալիրների, հյուրանոցների, գոլֆի ակումբների ու այլ անշարժ գույքի նախագծերով։ Forbes-ի տվյալներով ընկերության նախագծերը ներառում են Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Ֆլորիդայի օբյեկտներ։ Ուիտկոֆի դեպքում հետաքրքիրն այն է, որ դիվանագիտական ազդեցությունն ու բիզնես կապերը շարունակում են կողք կողքի գոյություն ունենալ, ներառյալ նորագույն ներդրումային նախագծերը։ Թրամփի վարչակազմի առանձնահատկություններից միայն միլիարդատերերի առկայությունը չէ, այլ նրանց քանակն ու զբաղեցրած պաշտոնների լայն շրջանակը՝ առևտուր, կրթություն, պաշտպանություն, դիվանագիտություն և միջազգային բանակցություններ։ Սա թերևս համաշխարհային պատմության մեջ կապիտալի և իշխանության ամենամեծ միաձուլումն է։ Ի դեպ, երևի նկատեցիք, որ ցանկում չնշեցի Իլոն Մասկին։ Աշխարհի ամենահարուստ մարդը ևս մոտ 1 տարի Թրամփի կառավարության կազմում է եղել։ Եթե ուզում եք առաջիններից մեկը տեղեկանալ մեր հաջորդ հետաքրքիր պատմություններին, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղ ժամը 5-ին։ Հաջողություն։